Ազատություն։ Պարոն Հովհաննիսյան, հարցս ձեզ եմ ուղղում, ի վերջո այս եկեղեցի, մայրաթոր, իշխանություն հակամարտությունը այդպես էլ չի հանգուցալուծում, դուք ինչպես եք տեսնում այդ հանգուցալուծման հնարավորություն տեսնում եք, որ ի վերջո տետատետ հանդիպում տեղի ունենա Նիկոլ Փաշինյանի եւ վեհափառի միջև եւ որպես իշխանական падգամավոր կցանկանայի նաեւ ձեր գնահատականը հնչեցնեք արդյոք դատապարտելի էր այն տեսանյութերը, որոնք վերագրվում էին Արշակ Սրբազանին, որոնք տարածվեցին տարբեր աղբյուրներով, արդյոք այդ անկախ թե ում կողմից է դա տարածվել, թող իրավապահները դա պարզեն, բայց արդյոք դատապարտելի է այդ երևույթը ձեր կողմից, շնորհակալություն։ Վերջից սկսեմ, միանշանակ դատապարտելի է եւ մարդու անձնական կյանք ներխուժելը նման ձևով եղկելի է եւ դատապարտելի է։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին իշխանություն եկեղեցի ձևակերպման մասով, չկա իշխանություն եկեղեցի կամ պետություն եկեղեցի հակամարտություն եւ հակասություն, խնդիր կա, ուրեմն հայ առաքելական Սուրբ եկեղեցու, ուրեմն բարձրաստիճան եկեղեցականների, Կտրիչ Ներսիսյանի, ուրեմն հետ, որոնք ուրեմն խախտել են իրենց Աստծուն տված ուխտը։ Եվ սրա մասին է խոսքը եղել ի սկզբանե, եւ սրա շուրջա ուրեմն խնդիրը, որ գոյություն ունի, եւ ձևակերպումը մեզ համար ընդունելի չի, պետություն եկեղեցու հետ մենք խնդիր չունենք, մենք ունենք խնդիր, արդեն նշեցի Կտրիչ Ներսիսյանի եւ նրա շրջապատի հետ, որոնք ըստ էության իրենց վարքագծով նսեմացնում են ուրեմն ամեն հնարավոր արժեք։ Եվ մեր ասելիքը սրա մասին է, եւ վարչապետը ես կարծում եմ շատ մանրամասն խոսել է, բազմիցս արդեն խոսել է գործողությունների հաջորդականության մասին, ձևի մասին, ինչպես մենք պետքա ուրեմն հոգևոր իշխանությունը վերադարձնենք ժողովրդին, եւ ամեն բան լինելու է ուրեմն եղբայրական մթնոլորտում, եւ վարչապետը ըստ էության արդեն ասել է, որ առաջնորդելու է այս շարժումը, ուրեմն նաեւ խորհրդակցություններ է կազմակերպում վարչապետն այս ընթացքում եւ այս դրամաբանության մեջ է լինելու եւ ես խնդրում եմ, որ մենք չվերնագրենք գործընթացը որպես իշխանություն եկեղեցի հակասություն կամ պետություն եկեղեցի հակասություն, որովհետեւ այդպիսի հակասություն ուղղակիորեն չկա։ Իսկ երկխոսությունը դուք հնարավոր չեք համարում վեհափառի եւ վարչապետի միջև։ Դա մեծապես կախված է Կտրիչ Ներսիսյանի պահվածքից եւ մյուս հոգեվորականների պահվածքից, բայց կարծում եմ, որ հասցեատերը ձեր հարցադրման ես չեմ, ամեն դեպքում քաղաքականության մեջ եւ կյանքում առասարակ ոչինչ բացառել չի կարելի։ Պահվածք ինչ նկատի ունեք, պարզաբանեք։ Պահվածքն է նկատի ունեմ, որ կուսակրոնության ուխտը խախտած հոգեվորականները պետք է հեռանան եկեղեցուց եւ վերջ։ Սրան այլ ընտրանք չի կարող լինել։ Այսինքն երկխոսություն չի կարող լինել նրա մասին, որ կուսակրոնության ուխտը խախտած որևէ հոգեվորական պետք է շարունակի իր ծառայությունը եւ մենք որպես հավատավոր ժողովուրդ հաշտ լինենք դրա հետ։ Նման երկխոսություն չի կարող ուղղակի լինել։ Շնորհակալ։ Երկխոսություն ապա միայն իր հեռացման մասին։ Այո։ TV 5 Պարոն Հովհաննիսյան, իսկ դուք հաշտ եք այն մտքի հետ, որ օրինակ Ստեփան Ասատրյանի եղբայրը, որը նույնպես արկավակ է, Իրաքի օրինակ քայլում էր վեհափառի հետևից, ոչ թե եկել էր, ինչպես շատերն են պնդում, այդ կեղծ պատարագին։ Այս հակասությունը ընտանիքի անդամների, եղբայրների միջև ձեզ չի մտահոգում։ Որտեղ իսկապես յուրաքանչյուր մարդ ազատ է իր ընտրության մեջ, Տեր Արամը Հովանավանքում պատարագ է մատուցել նախորդ կիրակի, մեր հավատավոր ժողովուրդը դուք տեսաք, որ այցելել էր այդ պատարագին եւ այս կիրակի էլ վստահաբար բազմահազար քաղաքացիներ այցելելու են Հովանավանք։ Շնորհակալ։ Իդեպ տեղեկությունները, որ բավականին դժգոհություն է եղել մարդկանց քանակից, որտեղ օրինակ հենց Հովանավանում 3000 բնակչություն կա, բայց հաշվարկներով մոտավորապես 2000 մարդ էր մասնակցում եւ այդ ավտոբուսներ կային, որ մարդկանց բերել էին եւ այլն, ակնհայտ երևում էր կադրերում, կա ներքին դժգոհություն այդ մասով, դուք ինչ տեղեկություններ ունեք։ Ներողություն, բայց տեղի ունեցել եկեղեցում պատարագ եւ կարծում եմ պատարագի մասնակիցների թվի, այսինքն հաշվարկը որևէ մեկը չի արել, որ դժգոհ կամ գոհ լինի դրանից, տեղի ունեցել պատարագ եւ մենք ականատես ենք այնտեղ եղել, որ հազարավոր քաղաքացիներ Հայաստանի տարբեր համայնքներից ինքնակամ եկել եւ մասնակցել են այդ
պատարագին, ինչպես եւ այս Կիրակի են գալու։ Շնորհակալ եմ։ Չեք մասնակցել եւ պարոն Վարդանյան դուք չեք եղել, չէ՞։ Ես այս Կիրակի չեմ մասնակցել, հաջորդող Կիրակի Ես եղել եմ Օղանավանքում եւ ասեմ ձեզ, ես Օղանավանքում հաճախ եմ լինում։ Կիրակի եղել եք։ Ես Կիրակի եղել եմ, այո, եւ մթնոլորտն եմ տեսել եւ տեսել եմ քարոզի որակը։ Ես մտածում եմ, որ սա այդուհանդերձ հավատավորների համար նախատեսված միջոցառում էր եւ պետական դերակատարությունը այստեղ չպետք է գերագնահատվի կամ դերագնահատվի, ըստ էության բոլոր անհրաժեշտ անվտանգային միջոցառումներն ապահովված էին, հաշվի առնելով այո Բարսասչյան պաշտոնատար անձանց ներկայությունը այնտեղ, մթնոլորտը շատ քրիստոնեական էր եւ շատ հավատավոր եւ նույնիսկ պատարագից հետո բավական երկար ժամանակ մարդիկ խոսում էին, զբոսնում էին, մտորում էին, նես որ ես այդ տեսանկյունից մեծ խնդիր չեմ տեսնում։ Ես ընդհանրապես համոզված եմ, որ հայ առաքելական եկեղեցին պետք է դառնա ոչ միայն մեր ինքնության մաս, ինքը շարունակելու է մնալ մեր ինքնության մաս, այլ նաև պետք է դառնա մեր հոգևոր կյանքի մաս, որովհետև գիտեք եկեղեցին սոս չպետք է դիտարկվի որպես քո ինքնությունը, հայ լինելու ինքնությունը միայն պահպանելու միջոց, այլ նաև հոգևոր դաշտ, հոգևոր միջավայր ձևավորելու միջոց։ Սա շատ կարևոր է, որպեսզի եկեղեցին չդառնա ֆորմալ ինչ-որ մի բան ընդգծելու համար քո հայ լինել, այն նաև հոգևոր դաշտը պետք է լսնի, որովհետև հոգևոր դաշտը նաև որոշակի առումով բարոյական փոխակերպման հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս։ Օհանավանքը, որպես այդպեսին, շատ ուրույն տեղ է զբաղեցնում հայ եկեղեցիների եւ վանքերի շարքում, թե իր ճարտարապետական լուծումներով, թե այն հոգևոր արժեքներով, որոնք այնտեղ զետեղված են։ Այսքանը։ Երկու։ Պարոն Վարդանյան, դուք ասեցիք եղել եք Հովանավանքում եւ մթնոլորտը շատ քրիստոնեական էր, իսկ ծափերը, որոնք հնչում էին, նորմալ էր։ Ես ճիշտ ասած չգիտեմ Աստվածաշնչում, լավագույն գիտակը չեմ, ծափերը որպես այդպեսին դիտարկում են որպես մեղսավոր ինչ-որ մի բան, թե ոչ կարծես թե սա անձի կողմից ոգևորություն կամ չգիտեմ, դրական արձական դրսևորելու միջոց է։ Իսկ քաղաքացու բերանը փակելը Ես ում հարցին եմ պատասխանում։ Տեսեք, ես պետք է ասեմ հետևյալը, դրվագը չեմ տեսել, լսել եմ դրվագի մասին, ինչ է տեղ ունեցել եկեղեցում եւ ինչ միջավայրում եւ ինչ գործողությունների արդյունքում դա տեղ ունեցել, իմ կարծիքով իրավական գնահատականների արդյունք պետք է դառնա։ Մենք չենք կարող ազգային ժողովում լինենք եւ օրենսդիր եւ դատախազական մարմին, չենք կարող լինել եւ օրենսդիր եւ գործադիր մարմին, չենք կարող լինենք եւ օրենսդիր եւ իրավապահ։ Ես հասկանում եմ խոսքը անդադ քաղաքական պատասխանատվության դաշտին է վերաբերում։ Մենք հստակ ասում ենք, ցանկացած ոչ սահմանադրական գործողություն պետք է դատապարտելի լինի։ Ցանկացած, հիմա տեսեք, ցանկացած գործողություն հակասահմանադրական պետք է դատապարտել լինի։ Ինչ վերաբերում է անձի իրավունքների խախտմանը, դա իրավական գործընթաց է ենթադրում, որի արդյունքում պետք է գնահատական տրվի։ Բայց հավատացնում եմ ձեզ, այդ գնահատականի տվող ոչ ես եմ, ոչ էլ դուք, դրա համար ունենք հատուկ մարմիններ։ Եթե չլինի գնահատական, այդ դեպքում կարող խոսանք։ Հիմա մենք ասում եմ հետեւյալը, բոլոր հնարավոր դեպքերում մենք պետք է ապահովենք իրավիճակ, որ յուրաքանչյուր քաղաքացի եւ պաշտպանված գա իր իրավունքների տեսանկյունից եւ չոչնոտի այլ անձանց իրավունքների պաշտպանությանը։ Ֆակտորը Շնորհակալ էլի։ Գիտեք, Երուսաղեմում այդ Սուրբ Կրակի ի հայտ գալու արարողության ժամանակ տեղի ունենում նույն հոգեվորականների միջև, հավատավոր հոտի միջև, հավատավորների միջև բավականին լուրջ բախումներ։ Եվ չգիտես ինչի լրատվամիջոցներից ոչ ոք երբևիցե այդ հարցադրումները չի հնչեցրել, բայց սա եւս կներեք, սա եւս մի վարքյան, սա եւս հոգևոր կյանքի բաղկացիչ մասն է։ Իհարկե քրիստոնեական տեսանկյունից ցանկացած տեսակի բռնություն պետք է դատապարտել լինի, բայց կներեք մարդու իրավունքների համակարգը այնպեսին է, որ մենք ունենք իրավունքներ, որոնցից շեղումը անթույլատրելի է սահմանադրությամբ եւ եվրոպական չափորոշիչներով
իրավունքներ, որոնք կարող են սահմանափակվել այլոց իրավունքների պաշտպանության համար, եւ իրավունքներ, որոնք ենթադրում են սահմանափակումներ, այսինքն մենք քիչ պետք է չբացարձականացնենք ցանկացած իրավունք։ Դրվագի հետ կապված ասում եմ հետեւյալը, մինչև բոլոր մանրամասները ի հայտ չգա, հստակ չլինի, իրավապահ մարմինները չեն կարող գնահատական տալ։ Իսկ իրավապահ մարմինների գործառույթ վերցնելը շատ անշնորհակալ գործ է, որովհետև եթե ես հիմա գնահատական տամ եւ իրավապահ մարմինները այլ գնահատական տան, դուք ասելու եք, կամ առաջին ուղղորդում եք իրավապահ մարմիններին, նման բաներ եմ լսել շատ դեպքերում, երկրորդը ասելու եք, իսկ դուք sense բան ասեցիք, իսկ իրավապահ մարմինները նման որոշում կայացրեցին, իրավապահ մարմինները, ինչպես մենք եւ դուք, Հայաստանի Հանրապետության հասարակության եւ պետական համակարգի մասն եւ իրենք պետք է իրենց գործառույթներն իրականացնեն առանց քաղաքական գնահատականների։ Սա նրանց գործառույթն է, այսքանը։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, քանի որ դուք արդեն երրորդ բարձրաստիճան պաշտոնյան եք, որ այդ տեսանյութը չի տեսել, գուցե այն ինչ համացանցում արդեն տարածվում է, պետք է փորձաքննության ուղարկել, գուցե AI-ով գեներացված տեսանյութ է եւ լրագրողներս չափազանց ենք ներկայացնում այդ ամենը եւ քաղաքացիներին պաշտպանելու հետ կապված Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց մի սրբազանի եւ մի քերակնոջ մասին եւ նախորդ հանգստյան օրերին մենք տեսանք, որ նմանատիպ տեսանյութ է հրապարակվել վերագրվելով սրբազաններից մեկին, դուք չեք կարծում, որ այսպիսով հենց Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց այն քաղաքացուն, որը ոչ հոգևոր իշխանությունից է, խոսքս կնոջ մասին է, ոչ քաղաքական իշխանությունից է, բայց այս բախման հոգևոր եւ քաղաքական իշխանությունների այս տարաձայնության շրջանակներում նրա իրավունքները խախտվեցին, դուք ինչպես եք կարծում, այսպես ասած անմեղ քաղաքացիները, որոնք ոչ հոգևոր իշխանությունից են, ոչ քաղաքականից են, ով պետք է նրանց պաշտպանի, որ նման իրավիճակներում չհայտնվեն։ Իսկ ով ասեց, որ հոգևոր իշխանության դասին պատկանող քաղաքացիները չպետք է պաշտպանեն, պարոն Կիրակոսյան, նրանք էլ պետք է պաշտպանեն։ Նյութի հետ կապված եւ նյութի հրապարակման հետ կապված, ես պետք է ասեմ, որ դա բավականին վրդովեցնող նյութ էր եւ տարածումը եւ այդ աստիճան տարածումը սոցիալական ցանցերում առնվազն անընդունելի պետք է համարել, որտեղ խոսքը վերաբերում է անձնական կյանքի պաշտպանության մասին եւ անձնական կյանքի վերաբերյալ նման տեսակի նյութեր տարածելը որևիցե եղանակով չի կարող դիտարկվել որպես իրավաչափ երևույթ։ Սա մեկ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Թե ինչպես, թե ոնց, երբ այդ նյութը հայտնվեց եւ ինչ եղանակով այն սկսեց տարածվել, սա կրկին պետք է ասեմ իրավապահ համակարգի գործունեության մաս պետք է կազմի։ Ցավոք տարածվում է, ցավոք գնահատականներ են դրվում, ցավոք այո անձինք ովքեր, որոնց ես տարբերակում չեմ դնում հոգևոր դասի ներկայացի եւ հոգևոր դասին չպատկանող ներկայացի միջև, որովհետեւ երկուսի անձնական կյանքի իրավունքներն ըստ էության սրանով որոշակի խախտում է։ Ես ձեր հետ համաձայն ես ավարտեմ։ Ես ձեր հետ համաձայն չեմ, որ տարբերակում պետք է դրվի պետության համար բոլորը հավասար պաշտպանության ներքո պետք է գտնվեն։ Իհարկե կնոջ պարագայում պետք է ընդգծեմ, որ նաև հաշվի առնելով հասարակության մեջ կանանց թիրախավորման երևույթները շատ ավելի վտանգավոր կարադիտարկվի այս երևույթը եւ Մամոր զարմանալի էր, որ նաև կանեք էին տարածում այս նյութը, շատ զարմանալի էր։ Ինչևէ, ինչ վերաբերում է գրառմանը եւ դեպքին, ես չգիտեմ, եթե դուք տեղեկություն ունեք, պարոն Կիրակոսյան, հրապարակ եկել է, այսինքն խոսքը գնում է նույն մարդու մասին, թե այլ մարդու մասին, չգիտեմ, չեմ կարող, չգիտեմ, ես չգիտեմ ով քերակինն է ինչու, ես պարզապես ուզում եմ հասկանալ, որ պատճառ-հետևանքային կապը ոնց եք տեսնում, ես չեմ տեսնում, ես կուզենայի, որ դուք ավելի տեղեկություն ունենաք, տրամադրեք այդ տեղեկությունը։ Տրամաբանական կապ կա, պարոն Վարդանյան, Փաշինյանը գրում է սրբազան ինձ հետ ինչ գործ ունես եւ շարունակությունը, որ բոլորին հայտնի է, եւ մի քանի ամիս անց հրապարակում է տեսանյութ։ Այսինքն չստացվեց, որ վարչապետը թիրախավորեց։ Այսինքն այդ 6, 7, 8 քանի ամիս է անցել։ Այդ ամբողջ ընթացքում ես չեմ կարող ասել, ինչքան չեմ հետևում ճիշտ ասած այդ ժամանակային 3-4 ամսի միջև որից այլ իրադարձություն տեղի չունեցել մեր երկրում եւ այդ փոխադարձ կապ եք տեսնում այդ երկու երևույթների միջև։ Եթե տեսնում եք կամ լրացուցիչ բան եք ասելու, ասեք պարոն Կիրակոսյան, մի թաքցրեք հանրությունից, որտեղ լրատվամիջոցները պետք է հրապարակեն ոչ միայն տեղեկություն, որոնք
վերաբերում են պետական պաշտոնյաներին, այլ նաև ցանկացած այլ տեղեկություն, որոնք վերջիններս հնարավորություն ունեցել ձեռք բերել։ Ինչպես հասկանում, պարոն Կիրակոսյան, ձեր համար ոչ սահմաններ գոյություն ունեն, ոչ բան դուք հասանելիություն ունեք բոլոր պետական պաշտոնյաների հոգևոր դասի բոլոր ներկայացուցիչներին, ինչու ոչ, եթե գտնում եք, տարածեք։ Ինչքան շատ, այդքան լավ։ Ի վերջո ժողովրդավարությունը պահանջում է հետևյալը, որ ցանկացած երևույթ, որը կարող է վտանգել ժողովրդավարության գոյությունը, պետք է լուսաբանվի, դա պատահական չի, որ 4-րդ իշխանություն հասկացությունը արմատավորվել է զանգվածային լրատվության միջոցների պարագայում, բայց 4-րդ իշխանությունը եւս պետք է կատարի իր դերակատարությունը, պետք է կատարի այն օբյեկտիվ, այնպես ինչպես իշխանության մյուս բոլոր 3 թևերը։ Եվ եթե կարելի է, պարոն Կիրակոսյան, ես զուտ հավելեմ, որ տարիներ շարունակ, հատկապես վերջին ժամանակաշրջանում, բազմաթիվ պատմություններ, իրողությունների մասին պատմություններ կան հոգևորականների, ուրեմն կենցաղի եւ անձնական կյանք ունենալու վերաբերյալ։ Եվ հիմա հասել ենք մի փուլ, երբ որ ոչ միայն քաղաքացիները, այլև հենց եկեղեցու ներսում եղած հոգևորականներն են սկսել խոսել եւ տարբեր պատմություններ պատմել տարբեր բարձրաստիճան հոգևորականների մասին։ Մենք օրինակ լսում էինք, որ հոգևորականներին ստիպում են գնալ ուրեմն հանրահավաքներ եւ ահա ինչ որ մի ձայնագրություն հայտնվեց, որը փաստում էր այդ դրա մասին, այսինքն գոյություն ունեցող երևույթների մասին չի բացառվում, որ առաջիկայում միգուցե էլի փաստական այլ հանգամանքներ հայտնվեն տարբեր մարդկանց մոտ եղած համացանցում եւ դառնան հանրության քննարկման առարկա։ Եվ լավ կլինի, որ հանկարծ ու հանկարծ ուրեմն ձեր կողմից իշատակված տեսանյութի պես տեսանյութեր հանկարծ ու հանկարծ էլ չտարածվեն, ես խորը վիշտ կունենամ, եթե նման տեսանյութեր էլի տարածվեն հոգևորականների մասին։ Էլ մի կողմ եմ դնում հիմա նախորդիվ մեր քննարկումը անձնական կյանքի, դա արդեն ֆիքսեցինք, որ անընդունելի է, բայց մենք չենք մոռանում, թե ինչ պատմություններ կան, ինչի շուրջ է այսօրվա ուրեմն քննարկումներ եւ ինչի շուրջ է կոնֆլիկտը, ուրեմն հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների միջև, եւ քանի որ կան այս պատմությունները եւ այդ պատմությունները արի ու տես որ իրական են, մենք չենք բացառում, որ կարող են էլի տարբեր տեղեկատվություններ հայտնվեն, չգիտենք որ աղբյուրներից եւ չգիտենք ում կողմից ինչ նպատակով հավաքագրված։ Շնորհակալ։ Մարիետա Խաչատրյան, Ասկո։ Իհարկե, ես ամբողջ խոսակցությունը միայն եկեղեցու մասին եւ բազմաթիվ ուրիշ խնդիրներ էլ ունենք, հենց ցույց է տալիս, որ մի բան այն չի։ Հիմա ես 2 հարց ունեմ, առաջինը այս խոսակցության հետ կապված։ Ես այն մարդկանցից եմ, որ գտնում եմ իրոք եկեղեցուն պետք է նորոգվի, իրոք բարքերը վերբեռնման կարիք ունեն այնտեղ, սակայն այստեղ ուրիշ խնդիր էլ կա։ Հիմա այսպիսի արշավներով փաստորեն հասարակության ներքին պարակմանը, հասարակության բևեռացմանը իրար նկատմամբ ատելությանն եք նպաստում, մինչդեռ կարելի է այդ բոլորը լուծել բոլորովին այլ եղանակներով, բոլորովին այլ ձևերով, ավելի հանգիստ, ավելի եկեղեցին ինքը այնպիսի ցանցային կառույց է, որ կարող է նստել քննարկել այդ հարցերը եւ ով եթե ոչ իշխանությունը պետք է մտահոգվի հասարակության ներքին պարակտումը չխթանելու մասին, հենց այս արշավներով եկեղեցականների հանդեպ, չեմ ասում եկեղեցու։ Սա մեկ, երկրորդ հարցս ես ինչ է։ Դե ասենք համացանցայինը արշավ համարենք, ասենք տեսանյութեր են տարածվում, չգիտեմ 1000 մի բան, դա մտնում է արշավի մեջ, կոմպոնենտ է։ Եվ երկրորդ հարցս ես նոր Եվրանեստի հանձնաժողովներից մեկի նիստին մասնակցեցի եւ այնտեղ բավականին շատ խոսք գնաց այն մասին, որ մեր Թրամփի ճանապարհը տարբեր դիտարկումներ կային եւ այդ դիտարկումների մեջ առնում էր այն, որ հայկական պատկերացումները մի քիչ հեռու են եվրոպական պատկերացումներից, եվրոպացիները ավելի շատ մտահոգություն ունեին եւ անվտանգային եւ ժամկետային եւ այլ։ Ես ուզում եմ հասկանալ, այս Եվրանեստի նիստի օգուտը արդյոք կլինի այն, որ մեր պատկերացումներն ու եվրոպացիների պատկերացումները իրար մոտենան, մանավանդ անորոշությունը ավելի շատ էր, այնտեղ ես դա տեսա։ Ձեր առաջին հարցին ես անդրադառնամ, երևի երկրորդին պարոն Վարդանյան դուք անդրադառնաք։ Այո, ճիշտ եք, նորոգման կարիք ունի հայ առաքելական Սուրբ եկեղեցին, նախորդիվ մեր քննարկած
բովանդակության հենց պատճառով։ Եվ այդ ճանապարհով էլ մենք գնում ենք եւ ընդհանրապես եկեղեցու դեմ արշավներ չկան, ես արդեն ասացի, որ պետություն եկեղեցի հակասություն վերնագիրը ըստ էության տեղին չի, որովհետեւ խնդիրը հայ առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան մի քանի հոգեվորականների հետ է, որոնք խախտել են իրենց Աստծուն տված ուխտը։ Սրա մասին է խոսքը եւ ձեր նշած հարցի պատասխանը ինչ պետքա տեղի ունենա, որ հանրային համերաշխություն լինի կամ այս հարցը հանգուցալուծվի, մեկ բան պետքա տեղի ունենա, Կտրիշ Ներսիսյանը պետքա հեռանա հայ առաքելական Սուրբ եկեղեցուց, որպես իր ուխտը խախտած հոգեվորական։ Շնորհակալ եմ։ Ես կարճ անդրադառնամ այդ թեմային եւ անցնեմ Տրիպին եւ Եվրոնեստին, ուրեմն տեսեք, հայ հասարակության ամենամեծ խնդիրներից մեկը նաեւ որոշ թեմաների քննարկման տաբուացումն է։ Սա վատագույն օրինակն է, թե ինչպես խնդիրները բարդացնել եւ հասցնել ամենածայրագույն ընդունելի աստիճանի։ Դրանցից մեկը նաեւ եկեղեցու առկա խնդիրները, որոնց մասին բոլորը գիտեք, բոլորը քննարկում եք, բոլորը անեկդոտներ եք պատմում, բարբերաբար, բոլորը ինչ-որ քննարկումներ եք ունենում, որոնց շատ եկեղեցու հետ կապված անեկդոտներ լավ էլ են։ Չէ, չեմ պատմի, որովհետև անեկդոտը կարելի է պատմել ընկերական միջավայրում եւ անեկդոտը բացարձակապես կարող վերաբերվի այն հարցերին, որոնք չեն անդրադառնում այլ անձանց իրավունքների կամ զգացմունքների վրա։ Ինչ վերաբերում է իրավիճակին եկեղեցում, մեր համար շատ վտանգավոր է այսպես կոչված օմերտայի, մեր համար ցանկացած հասարակության, մեր քաղաքացու համար վտանգավոր է օմերտայի այդ օրենքի գոյությունը, երբ որ ըստ էության բոլորը գիտեն ինչ է կատարում, բայց բոլորը պահպանում են լռություն։ Սա ամենամեծ վտանգն է, որ կա, ինչ վերաբերում է վեապարի պաշտոնը զբաղեցնող անձին, այսպես ձևակերպեմ, իմ հիմնական խնդիրը ոչ այն է, որ վերջինս ունի երեխա, թե չունի երեխա, որտեղ վերջո երեխաները Աստծո շնորհ են, ի տարբերություն իշխանության, հետո հոգեվորական իշխանության, որ ուզենք թե չուզենք ժողովրդի կողմից է դրվում։ Այս խնդիրը հետևյալն է. լռելու եւ իրականությունը թաքցնելու խնդիրն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բիլ Քլինտոնին impeachment-ի են ենթարկում ոչ թե նրա անձնական հարաբերությունների համար, այլ ըստ էության երբման տակ գտնվելով տեղեկատվություն չներկայացնելու կամ կեղծ տեղեկատվություն ներկայացնելու համար։ Սա մեկ։ Ինչու եմ տաբուիզացիային վերաբերող հարցերին անդրադառնում, մյուսը վերաբերում է նաև Տրիպին։ Մենք այն աստիճան ենք տաբուիզացրել ցանկացած քննարկումը հարևանների հետ, մասնավորապես Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, բնական է, չեմ ասում անկերական կամ բարեկամական հարաբերություններ, բայց առնվազն քաղաքակիրթ եւ գործընկերային հարաբերությունները վերաբերյալ, որ գործընթացը շատ դանդաղ է գնում, բայց այդ գործընթացը գնում է Անտուան դե Սենտեքզուպերիի ասած փոքր քայլերի արվեստով։ Փոքր քայլերից է բաղկացած մեծ ճանապարհը եւ այդ ճանապարհի վրա ենք մենք գտնում։ Եվրոնեստը չի կապի ուղղակիորեն Տրիպի հետ, որովհետեւ Եվրոնեստը այլ ձևաչափ է, Տրիպը այլ ձևաչափ, Տրիպը առավելապես վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, Եվրոնեստը վերաբերում է Եվրոպական միություն եւ համապատասխան գործընկերների երկրների փոխհարաբերությունները։ Այդ հարցը լայն քննարկվեց ուղղակի։ Հարցը քննարկվել է, որտեղ այդ հարցը արդիական է կներեկել, երբ որ Եվրոպական մայրցամաքում արդեն որոշ տարի ընթանում է պատերազմ եւ երբ որ կա նախաձեռնություններ, որոնք ուղղված են երկարատև եւ կայուն խաղաղություն բերելու, այդ հարցը քննարկման թեմա է դառնալու։ Իհարկե, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ ամենավտանգավորը այստեղ չձեռնարկել միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել վստահության նվազմանը։ Ինչքան վստահությունը գործընկերների միջև աճի, այդքան հնարավոր կլինի եւ ունենալ հարատև խաղաղություն եւ ունենալ լավ կոմունիկացիոն համակարգ, որը կարտացոլի յուրաքանչյուր ընդգրկված երկրի շահերը։ Շնորհակալություն ժամանակը ավարտվեց։